Ողջույն, ինչպես խոստացել էի, այսօր խոսելու ենք մյուս տների նշանակությունների մասին։ Եկեք խոսենք 4-րդ եւ 10-րդ տների մասին։ 4-րդ եւ 10-րդ տների առանցքները ամենակարևոր եւ կմախքային առանցքներից մեկն են ծննդյան քարտեզում, որովհետեւ դրանք ցույց են տալիս հավասարակշռությունը անձնական քարտեզում եւ հասարակական գագաթնակետի միջև։ Այն նաեւ կոչում են արմատների եւ լեռան գագաթի առանցք։ Իմում ցոելին 4 տան գագաթն է, կոչվում է ներքին կետ եւ մեդիում ցոելի հակադիրն է։ Մեդիում ցոելին 10-րդ տան գագաթն է եւ կոչվում է վերին կետ։ Իմում ցոելին ցույց է տալիս, թե որտեղից եմ ես եկել, իսկ մեդիում ցոելին ուր եմ ես գնում։ 4-րդ տուն։ Նշանն է խեցգետին, իսկ մոլորակը լուսինն է, տարերքը ջուրը։ 4-րդ տան հատկանիշներից են արմատները, տոհմը, նախնիների էներգիան, ժառանգությունը, տունը եւ ընտանիքը։ Ֆիզիկական եւ հոգեվոր վայր վերականգնման համար, ներքին աշխարհի ընկալում, հայրենիք, անշարժ գույք, տուն եւ անձնական տարածություն, ինչպես նաեւ մայրական ժառանգությունը։ 4-րդ տունը դա խեցգետինների տունն է, կառավարիչ մոլորակը լուսինն է։ 4-րդ տունը ներքին աշխարհն է, տոհմը, ընտանիքը, արմատները, ուժի վայրը, այն ինչ ապահովում է հուզական անվտանգություն, մայրական ժառանգությունը եւ գենը։ Խեցգետինն այս տանը փոխանցում է էմոցիոնալ հիմք, կյանքի համար, տաքություն, ջերմություն, միավորում է տալիս սիրո, քնքշության եւ զգայունության միջև, ինչպես նաեւ տալիս է պաշտպանվածություն, կապում է տոհմի եւ նախնիների հետ։ Լուսինն իր հերթին 4-րդ տանն է փոխանցում էմոցիոնալ խորություն, ինտուիցիա, զգայունություն, էմոցիոնալ ուժեղություն, կապ մեկը մյուսի հետ եւ պաշտպանողական բնազդ, կապ անցյալի հետ եւ իհարկե հոգեկան կայունություն։ Այստեղ ընկնող յուրաքանչյուր մոլորակ ադապտացվում է այս էներգիաներին։ Երբ 4-րդ տանը կուտակվում են շատ մոլորակներ, սա նշանակում է, որ այս անհատը կենտրոնանում է ընտանիքի, ընտանական արժեքների, հայրենիքի գաղափարների վրա։ 10-րդ տուն։ Նշանն է այծեղ ջուր, մոլորակն է Սատուրնը, իսկ տարերքը հողը։ 10-րդ տան հատկանիշներն են կարիերա, մասնագիտության հավակնության ձեռքբերում, ճանաչում, կապեր, իշխանություն, ազդեցիկ մարդկանց հետ գործելու ձև, գագաթին գտնվող կերպարը ուրիշների աչքերում։ 10-րդ տունը այծեղ ջուրի տունն է, այն կառավարում է Սատուրնը։ 10-րդ տունը կարիերան է, հեղինակությունը, առաքելությունը, հասարակական դիրքը, առաքելությունը հասարակության մեջ, քո ներդրումը աշխարհում, հայրական գեներն ու ժառանգությունը։ Այծեղ ջուրի այս տանը փոխանցում է նպատակասլացություն եւ բարձր հավակնություններ, ուժեղ կարիերա, սոցիալական դիրքի ձգտում, նաեւ պատասխանատվություն եւ կարգապահություն։ Սատուրնը այս տանը տալիս է ժամանակի ընկալում, պատասխանատվություն եւ մաքսիմալ կատարյալ գործելու ցանկություն, դետալային վերլուծություն եւ հաշվարկ։ Այստեղ ընկնող յուրաքանչյուր մոլորակ ադապտացվում է այս էներգիաների ներքո։ 10-րդ տան գագաթնակետը կոչվում է մեդիում ցոելի, այսինքն MC։ Այս նշանը ցույց է տալիս, թե ինչ ոճով եւ որակի միջոցով կարելի է հասնել ամենավերին գագաթին։ Այս տոնը ցույց է տալիս առաքելությունը եւ կարգավիճակը հասարակության մեջ։ Երբ 10-րդ տանը կուտակվում են շատ մոլորակներ, սա նշանակում է, որ անհատը նպատակասլացորեն պետք է ձգտի ունենալ հասարակության մեջ ամենաբարձր դիրքը։ Խոսենք 5-րդ եւ 11-րդ տների մասին։ 5-րդ տուն։ Նշանը առյուծն է, մոլորակը արևը, իսկ տարերքը կրակ։ 5-րդ տան հատկանիշներն են ես, իմ ստեղծագործությունն ու իմ բեմը, անձնական տարածքի ցուցադրումը, արտիստիզմ, սիրային հարաբերություններ, ֆլիրտ, հետաքրքրություններ, երեխաներ, գաղափարներ, նախագծեր, արվեստի գործեր, խաղ, հոբբի եւ զվարճանք։ 5-րդ տունը առյուծների տունն է, կառավարիչ մոլորակն է արևը։ Առյուծը այս տանը փոխանցում է թագավորական բեմ, այս էներգիան կապված է ստեղծագործական, ինքնաարտահայտման եւ եսի ներկայացման հետ։ Այստեղ ամեն ինչ ընկալվում է որպես իմ անձնական արվեստի գործ, այն ինչ կապված է էգոյի հետ, անհատական ստեղծագործության տուն, որտեղ սեփական հաճույքի համար է ստեղծվում ամեն ինչ։
Արևը այս տանը փոխանցում է կյանքի էներգիա, կենսական ուժ, կամքի ուժ, բնավորություն, հզոր անձնական գործունեություն եւ էգո։ Ցույց է տալիս ինչպես ենք ցանկանում փայլել այս կյանքում, եւ այստեղ ընկնող յուրաքանչյուր մոլորակ ադապտացվում է այս էներգիաների ներքո։ 5-րդ տունը ցույց է տալիս այն բոլոր ոլորտները, որտեղ դու ստեղծում ես, սիրում ես, ապրում ես կյանքը հաճույքով։ Այն բացահայտում է, թե ինչ ձևով ես դու արտահայտում քո ներքին կրակը եւ ինչն է քեզ ոգեշնչում։ Երբ 5-րդ տանը կուտակվում են շատ մոլորակներ, ապա անհատը իր մեջ կրում է ստեղծագործական հզոր էներգիա, տարվում է սիրո, ռոմանտիկայի էներգիաներով, հետաքրքրվում է երեխաների գաղափարներով, սիրում է ուրախանալ եւ հաճույք ստանալ կյանքից։ 11-րդ տուն։ Նշանը ջրհոսն է, մոլորակը ուրանը, իսկ տարերքը օդը։ Համայնքներ, թիմեր, խմբեր, որտեղ կարող ենք իրականացնել մեր գաղափարները, ընկերներ, կապեր, որոնք բացում են նոր հորիզոններ եւ հնարավորություններ, մասնակցություն մեծ նախագծերում, շարժումներում, տեխնիկա, ինտերնետով ծանոթություններ, երազանք, լայնամասշտաբ նպատակներ։ 11-րդ տունը ջրհոսի տունն է, որտեղ կառավարում են երկու հզոր մոլորակներ՝ Ուրանը եւ Սատուրնը։ Ջրհոսը 11-րդ տանը փոխանցում է կոլեկտիվ մտածելակերպ, կոլեկտիվի հետ աշխատանք, յուրահատուկ անսովոր գաղափարներ, լայնամասշտաբ մտածողություն, նախագծեր, աշխատանք հանուն ընկերների, ազատության եւ անկախության էներգիա։ Ուրանը այս տանը փոխանցում է ապագայի ինտուիցիա, անհատական գաղափարներ, հեղափոխական լիցքեր, անսպասելի փոփոխություններ եւ լայնամասշտաբ նպատակներ։ Այստեղ ընկնող յուրաքանչյուր մոլորակ ադապտացվում է այս էներգիաների ներքո։ Սա մեր ստեղծագործական տունն է հանուն հասարակության եւ ընդհանուր նպատակների։ Այս տունը ցույց է տալիս ընկերական եւ սոցիալական կապերը, ինչպիսի ընկերներ ես փնտրում, համախոհներ եւ թիմային աշխատանք, ովքեր են այն մարդիկ, ում հետ ունես ընդհանրություններ, հասարակական մասնակցություններ, ինչպիսի նոր գաղափարներ ես ուզում բերել այս աշխարհ։ Երբ 11-րդ տանը կուտակվում են շատ մոլորակներ, ապա անհատը ապրում է ապագայում, ունի շատ շփում եւ կապեր, մեծ եւ տարատեսակ ընկերական շրջապատ։ Սիրում է մտնել փոփոխություն շրջապատի մեջ, շփվելով այս կամ այն մարդկանց հետ։ Հիմա պատմեմ վերջին 6-րդ եւ 12-րդ տների մասին։ 6-րդ տուն։ Նշանը կույսն է, մոլորակը Մերկուրին, իսկ տարերքը հողը։ 6-րդ տան հատկանիշներից է աշխատանք, ծառայություն, հարաբերություններ, պարտականություններ, կարգապահություն, գործընկերների եւ ենթակաների հետ աշխատանք, առողջություն, ապրելակերպ, հմտություն եւ վարպետություն, ծառայություն ուրիշների համար։ 6-րդ տունը դա կույսի տունն է, այստեղ է կառավարում Մերկուրին։ Կույսը 6-րդ տանը փոխանցում է ճշգրտություն եւ համակարգվածություն, կարգուկանոն, պլանավորում, մանրուքների եւ առողջության նկատմամբ ուշադրություն, վերլուծական մտածողություն, ծառայություն, օգնություն, կատարելագործվելու ձգտում։ Մերկուրին 6-րդ տանը փոխանցում է ճկուն միտք աշխատանքի մեջ, հաղորդակցություն աշխատանքում, ինտելեկտուալ հետաքրքրություններ, միաժամանակ մի քանի նախագծի վրա աշխատելու միտում, հետաքրքրություն մանր աշխատանքների նկատմամբ։ Այն ցույց է տալիս, թե ինչպես ես կազմակերպում աշխատանքդ, հոգ տանում մարմնիդ, առողջությանդ մասին, ինչպիսի ռեժիմ ունես, կապված է նաև կենդանիների եւ օգնականների հետ եւ այն միջավայրի, որտեղ ամեն օր գործում ես։ Այստեղ ընկնող յուրաքանչյուր մոլորակ ադապտացվում է այս էներգիաների ներքո։ Երբ 6-րդ տանը կուտակվում են շատ մոլորակներ, ապա անհատը կենտրոնանում է աշխատանքի եւ պարտականությունների վրա, սիրում է ծառայել եւ օգնել մարդկանց։ 12-րդ տուն։ Նշանը ձկներն են, մոլորակը Նեպտունը, իսկ տարերքը ջուրը։ Թաքնվածություն, ենթագիտակցություն, մենության եւ ներքին աշխարհներ, գաղտնիքներ, հուշեր, երազներ, անցյալից եկող ազդեցություններ, հոգեվորություն, միստիկա, կարեկցանք, իզոլացիա, բանտ, հիվանդանոց, հոգեբուժարան, ինքնաոչնչացում, թաքնված թշնամիներ եւ ներքին սահմանափակումներ։ 12-րդ տունը ձկների տունն է, այստեղ է գտնվում երազկոտ Նեպտունը։ Ձուկն այս տանը փոխանցում է խորը ինտուիցիա եւ մեդիումական զգացողություն, մենության եւ ներքին որոնման ձգտում, գթասրտություն եւ ինքնազոհաբերություն, ստեղծագործական ներշնչանք եւ էգոյի լուծարում։
Նեպտունը 12-րդ տանը փոխանցում է հզոր երևակայություն և ստեղծագործական միտք, անհրաժեշտություն է զգում մեկուսանալու և վերականգնվելու միջև։ Սեփական ներաշխարհում է գտնվում, շատ ծանր վիճակում գտնվողներին օգնելու մեծ պատրաստակամություն ունի, կանգնած է իլյուզիաների իրականությունից փախնելու վտանգների առաջ։ Այստեղ ընկնող յուրաքանչյուր մոլորակ ադապտացվում է այս էներգիաների ներքո։ Այս տունը թաքնվածի, հոգևոր և ներքին աշխարհի տունն է, այն ավարտվում է կենդանակերպի ամբողջ ցիկլը և կապված է այն եզրակացությունների հետ, որոնք մարդը կատարում է նոր շրջանի առաջ։ Սա այն տարածքն է, որտեղ անհատը իրեն պետք է ճանաչի մենության և ներքին աշխատանքի միջոցով։ Երբ 12-րդ տանը կուտակվում են շատ մոլորակներ, նշանակում է, որ այս անհատը ունի ուժեղ ներքին կյանք, խորը մտածողություն, ինտուիցիա, կարողություններ, ուժեղ ռեինկարնացիոն հիշողություն։ Դե ինչ, արդեն ձեզ ծանոթացրեցի 12 տների և նրանց նշանակությունների մասին։ Եթե ձեզ հետաքրքիր էր, ապա բաժանորդագրվեք և ստացեք հավաստի տեղեկատվություն աստղաբանության մասին։